Էֆիա ջան, հիմա Ծառուկյան դաշինքը առավել թուլացած դուրս եկավ այս վերջին իրավիճակից։ Նման ձևակերպումներ մի արեք, որովհետև նման բան լինել չի կարող։ Ես շատ լավ հասկանում եմ, որ առհասարակ քաղաքական դաշտում կան անհատներ եւ շատ քաղաքական թիմեր կան, որ շատ մեծ ցանկություն կունենան այդ կարգավիճակում տեսնել, բայց ի բոլորին ուզում եմ հայտարարել, որ նման բան անհնար է։ Ծառուկյան դաշինքում կուռ միջավայր է, ամուր միջավայր է եւ յուրաքանչյուր մեր ներքին խնդիր մենք իրոզորու ենք, մենք այդ քաղաքական կամքն ունենք, իմաստություններ ունենք, որպեսզի այդ բոլոր հարցերը ու խնդիրները շտկենք։ Դիմումը չի նշանակում, որ ինքնուրույն ներքին ձևով չի։ Պետք չի ներքին որևիցե հարց դարձնել առհասարակ համահայկական հարց։ Դա ընդամենը մեր ներքին հարցերն են, որը որ մենք ներքին ձևով էլ կլուծենք։ Այսինքն հիմա կարող ենք ասել, որ այն թիմի, որ դիմեց կենտրոնական ընտրական հանձնաժողով բանակցություններ են ընթանում, փորձում եք կոնֆլիկտը շտկել, այս փուլում փորձում եք այդ պառակտումը վերահսկել։ Որ մեր մոտ միշտ եղել է արդարության մթնոլորտ, արդար միջավայր եւ այլ կերպ լինել չի կարող։ Եվ ի վերջո մեր բոլոր սկզբունքներն ու մոտեցումները հենց այդ կոնտեքստում էլ լուծում են ստանում։ Ինչի մասին են այդ դիմումները խոսում ի վերջո, պարոն։ Դիմումատուներին կարող եք հարցնել եւ պատասխանները իրենցից իմանալ։ Խաբված են, ասում են, որ խաբվել են։ Այդտենց բան գոյություն չունի։ Եղավ։ Գոյություն չունի, պարոն Էֆիա ջան։ Այդտեղ ներկա գտնվողներից յուրաքանչյուրն էլ այդ դիմումների հեղինակները ներկա են եղել։ Իրանք են գրել այդ դիմումները։ Եվ դրա պարագայում էլ դուք պետք է իրենց ասում են ծանոթ չենք եղել եւ դա ընտրություններից առաջ է եղել։ Նման մեկնաբանություններ կամ վերլուծություններ ես անել ինձ թույլ չեմ տա, որովհետև ով ասում է այդ հարցերը նույնիսկ իրան տվեք։ Ոնց կարող է մարդ պատգամավորության տեխնաց ունենալով հանդերձ անծանոթ տեքստի տակ ստորագրություն թողնել։ Այս կամով ամփոփում եմ մի բան եմ էլի մեկ անգամ եւս ասեմ Ծառուկյան դաշինքում ամուր եւ կուռ միջավայր է։ Մենք շատ լավ տեսնում ենք ինչպիսի խնդիրներ կան մեր երկրում, մեր պետությունում, մեր ժողովրդի համար ինչպիսի հարցեր է պետք լուծել։ Մենք տրամադրված ենք այս հարցերի շուրջ կոնսոլիդացիա ապահովելու եւ մեր աշխատանքները իրականացնելու։ Կառուցողական ընդդիմադիր կլինի։